Հայաստանի աշխարհագրական դիրքն ու տրանսպորտային ուղիները տարիներ շարունակ եղել են երկրի տնտեսական զարկերակը։ Իսկ այսօր դրանք քննարկվում են ռազմավարական նոր խաղաղության խաչմերուկ նախագծի համատեքստում։ Խորհրդային ու շրջանում Հայաստանի երկաթուղային ցանցն ապահովում էր աննախադեպ ծավալի բեռնափոխադրումներ։ Այդ տարիներին երկաթուղին կապող օղակ էր ոչ միայն ներքին շուկայի, այլև հարևան երկրների համար։ Փոխադրումների հետ կապական տարբեր տվյալներ, որովհետև Հայաստանի վիճակագրական կոմիտեն բերում էր այն տվյալները, որոնք վերաբերում են Անդրկովկասյան երկաթուղու Երևանյան մասնաճյուղին, 70-ականների վերջին այդտեղ ցուցանիշը մոտ 20 միլիոն տոնն է երկաթուղային փոխադրումների եւ ընդհանուր բեռնափոխադրումները 300 միլիոն տոն։ Քաղաքագետը նշում է, որ խորհրդային վաղ շրջանում Հայաստանը տարանցիկ երկիր էր եւ երկաթուղային փոխադրումներ դեպի Թուրքիա իրականացվում էր Գյումրի-Կարս երկաթգծով Ախուրիկի հատվածով։ Նրա խոսքով 1920-ականների վերջում Սարիղամիշ-Կարս-Գյումրի-Թիֆլիս երկաթուղին շատ ակտիվ օգտագործվել է եւ բեռնափոխադրումների ծավալները տարեկան գերազանցել են 1 միլիոն տոննան, ինչը այդ ժամանակների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է։ Մինչ մասնագետները վերլուծում են թվերն ու հայկական երկաթուղու անցած ուղին, սահմանային կայարանների նախկին աշխատակիցները հիշում են, թե ինչպես էր կյանքը եռում հենց սահմանագծին։ Գառնիկ Մելքոնյանն, ով 1980-ականներից աշխատել է Ախուրյան 2 կայարանում եւ անցել է Սլաքավարից մինչեւ կայարանի հերթապահի ուղին, պատմում է հայ-թուրքական սահմանով իրականացվող ակտիվ ապրանքաշրջանառության մասին։ Այն ժամանակ ապրանքափոխանակում կար, ապրանքաշրջանառությունը տեղի էր ունենում Հայաստան-Թուրքիա։ Միաժամանակ Ռուսաստանն էլ էր մասնակցում նույն ապրանքաշրջանառությանը։ Ինքն է պարադանույթ եւ այլն ուղարկում էր Թուրքիա մեր տարածքով։ Մեր մոդից գնում էր հիմնականում մակուլատուրա, թղթի, կաշի եւ այլն։ Իսկ Թուրքիայի կողմից շատ ապրանքներ էր գալիս, այնտեղ մենակ թուրքականը չէ, Կանադայից էր, մյուս երկրներից չերես Թուրքիա գալիս էր Հայաստան։ Ախուրյան 2 կայարանը Հայաստանի երկաթուղային համակարգի ռազմավարական նշանակություն ունեցող կետերից է։ Այն գտնվում է Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի մոտ, հայ-թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ։ Կայարանի նախկին հերթապահը հիշում է երկաթուղային կայարանի տեխնիկական նրբությունները, թե ինչպես էին ձեռքով փոխում սլաքները եւ ինչպես էր աշխատում համակարգը։ Սակայն ինչպես ինքն է ցավով հիշում, 1993 թվականի հուլիսին այդ ամենը կանգ առավ։ 93 թվականի հուլիսին է փակվավ գիծը, դե մեզ է պահեցին ռեզերվա տիպի Ախուրիկ գյուղից, որպես երկաթգծի աշխատող եղել է միակ աշխատողը։ Այսօր, երբ քննարկվում է տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացումը, սահմանամերձ գյուղերի բնակիչներն ու երկաթուղայինները հույս ունեն, որ ճանապարհների գործարկումը կարող է շրջադարձային լինել երկրի տնտեսության համար։ Երկար տարիների երկաթուղայինը լավատեսությամբ է նայում ապագային։ Մենակ մեր տարածքի համար չէ, ընդհանուր Հայաստանի համար լավ կլինի, որովհետև մենակ թուրքական ապրանքը չէ, որ կմտնի Հայաստան։ Արդեն այլ երկրներին է նույնպես, նույն ճանապարհով կուկա։ Եթե ճանապարհը բացվի եւ սկսվի բեռնափոխադրում, մեր Հայաստանի վիճակը լավ կլինի, իհարկե լավ կլինի։ Ախուրյան 2 կայարանը դիտարկվում է որպես Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության վերականգնման գլխավոր դարպաս Գյումրի-Կարս ուղղությամբ։ Երկաթուղու վերագործարկման հարցերն այլևս միայն տեսական քննարկումների տիրույթում չեն։ Հայաստանը եւ Թուրքիան արդեն իսկ ձևավորել են աշխատանքային խմբեր, որոնք տեղում գնահատում են ենթակառուցվածքների վիճակը։ Սահմանների հնարավոր բացման դեպքում Ախուրյան 2-ը պատրաստվում է ստանձնել առանցքային դեր, այն նախատեսվում է դարձնել սահմանային մաքսային հսկողության եւ բեռների լոգիստիկ վերաբաշխման հիմնական հանգույցը։ Խաղաղության խաչմերուկը ոչ միայն նոր տնտեսական նախագիծ է, այլև տասնամյակներ առաջ կանգ առած ռելսերը վերագործարկելու եւ տարածաշրջանը համաշխարհային լոգիստիկ քարտեզի վրա վերադարձնելու հնարավորություն։